դպրոցում տեսել եմ։ Ազատեցի նրանց ձեռքերից, բայց քո նավը փոխկապեց և մենք հիմա անմարդաբնակ կղզում ենք։ Լավ, ինչ նավ, ես նավ չունեմ։ Հետո խոցության չգնանք, գուցե կղզի բնավ անմարդաբնակ չէ, գուցե այդպես է թվում առաջին հայացքից։ Ինչ է շարունակ գլուխը թափարում։ Որովհետև այդ բոլորը հենց այնպես երևակայություններ են։ Անունդ ինչ է։ Տիգրան։ Իսկ իմը նվարդ, կարելի է հեռադիտակը վերցնել։ Վերցրու։ Ինչու մինչև հիմա մեր գյուղը չէի գալիս։ Հայրիկը միշտ ուզում էր, բայց չէր ստացվում։ Սկզբում հայրիկը եկավ, տեղավորվեց, հետո ես ու հայրիկը եկանք։ Բայց ասում է այնտեղ ապրելու տեղ չի։ Մարդ չգիտի ում այդ նստի, ում այդ վեր կենա։ Այդ դու ես ասում։ Չէ, մայրիկն է ասում։ Ասում է, ում այցելության գնաս, մեկը չկա, որ հետ ինտելեկտուալ զրույց ունենաս։ Ինչ զրույց։ Ինտելեկտուալ։ Են որ բամբասում են։ Չէ, ճիշտ հակառակը։ Նավապետ, դու գիտես, որ հիմա մազերը չեն գզում։ Այ, երկրացնում են։ Կարմենին բժշկի արջի։ Կարմենին ես ես տամ։ Ահա և վանքը։ Ինչ գեղեցիկ է։ Նավապետ, եկ անմարդաբնակ կղզում կամ ձեր որոնեն։ Ձերագիր մատյաններ, որոնց սրանից եկս ասում է, որ այս վանքում ահագիր ձերագիր մատյաններ կան, բա։ Կիսակվարատ արձանագրություններ են սավականի վրա։ Ասում են, եթե քարը կոտրված շներին, այն ժամանակ կհասկանային որտեղ է գաղտնարանը։ Հունձոր կուտես։ Գուտե։ Հիմա վերև է։ Դե, բրնիկ։ Խակ է։ Հիմա ասասները ճարեմ։ Հիմա։ Իսկ խակը համով է։ Դե, նայած ում համար։ Ռուբենը շատ է սիրում։ Ես եմ սիրում։ Ռուբեններ է ծովահ են։ Չէ, ինչ ծովահ են։ Եղբայրս է, մի շաբաթ կլինի, որ եկել է համալսարանը ավարտեց ու եկավ։ Ուրեմն որոշեցինք։ Դու ինձ ազատեցիր ավազակներից, բայց քո նավը խորտակվեց և մենք հիմա անմարդաբնակ կղզում ենք։ Խակ ու համով խնձոր ենք ուտում, որ սովից չմեռնենք։ Ես արքայադուստր եմ, իսկ դու։ Արքայազն է։ Լսում ես ալիքների ձայնը։ Մեծ արևից պաշտպանում է, միայնակ արմաղեն։ Շուտով քամին կսկսվի։ Մենք կծկվեն ենք ժայռաբեկորների տակ, քամուց պաշտպանվելու համար։ Դու եմ մրսիր։ Հանկարծ հեռվից ինչ-որ կերպարանք է երևում։ Իսկապես, ինչ-որ մեկը այս կողմ է դարել։ Ծովահեն է, եկել է կողացած գանձերը թաքցնի։ Նրան որտեղից գալիս։ Լեոպարդ ու սրոպը ճիզվիտ կարույց տրուկ են, եկել է թաքցած գանձերի հետևից։ Հեյ, ինչ ես պահկվել, բան ունես ասելու։ Հա ունեմ, ես ինչ էի կանում։ Հեզի, Դու ես նամակը վերցրու, ես ինչ պատասխան ես տալիս։ Սրա հետ ես ինչ գործ ես բրվել բժշկի աղջիկ։ Ախր մեր Տիգրանը մի քիչ խելքից պակաս է։ Քեզ էլ խելքից կանի ու կտանի գերեզման բախորին։ Գանձեր մանգալ։ Ինչ պատասխան տանեմ։ ասացի կգամ։ Քաղաքավարի, բղաջա, քաղաքավարի։ Ես որ չուշանաս։ Դե ասացի ատվիշ չելված։ Այ, այդ ծովահենների ուզածն ինչ է։ Մեղրանում։ Ոյ թե հնարեցի, այ ինչ նամակ է։ Թշվարական, մենք քո երեսին կալով չենք, բայց այդ ուր ես կորել, մնանք ես հույսով սպասում։ Հետո, Դե, հետո ծովահենական ստորագրություն։ իսկ ծովահեններին ինչի է պետք մեղրամոմը։ Խառնում են պարաֆինի, բարալիկ մոմեն է սարքում ու ծախում են սրբատեղի եկողներին։ Իսկ կոկոնից են ծախում։ Ամենաիսկականից։ Ես է նրանց մեղրամոմ եմ ծախում, որ այդ գումարով պեղումների գործիքներ գնեն։ Քեզ մեղրամոմ որտեղից։
Ոնց է, բանը 30-ը փեթակը։ Ձերոնք գիտեն, թե թաքուն ես վաճառում։ Իմանամ վերջս եկել է։ Ինչու ես այդպես լավ։ Եթե թաքուն ես վաճառում, ուրեմն գողություն է։ Այսինքն այդ ոնց է գողություն։ Ապրանքի տերը ծախում եմ շողը։ Մեր նամը քո չէ։ Մերը ուրիշի Ասում չէ։
Չգնաս։ Ուր չգնա։ Վանք։ Քո ինչ բան է կգնամ թե չեմ գնա։